Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Հունաստանում շարունակվել են, կայացել է նրա հանդիպումը Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ։ Հանդիպման սկզբում Նիկիտաս Կակլամանիսը ողջունել է Հայաստանի պատվիրակությանը եւ նշել, որ ուրախ է ընդունել Հայաստանի Հանրապետության նախագահին Հունաստանի խորհրդարանում։ Հունաստանն ու Հայաստանը կապված են պատմական մշակութային դարավոր կապերով։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը։ Այստեղ է գտնվում Հունաստանի խորհրդանի բարեկամական խմբի նախագահը։ Լավ առիթ կլինի քննարկելու ռազմավարական մի շարք հարցեր։ Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր արդար պահանջները, որոնք ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, կարժանանա Հունաստանի սատարմանը։ Ուզում եմ ընդգծել նաև հայ համայնքի դերը, որը կարևոր նշանակություն ունի։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ։ Իր հերթին Վահագն Խաչատուրյանը նույնպես շնորհակալություն է հայտնել հունական կողմին ջերմընդունելության համար, ընդգծելով, որ անկախացումից ի վեր երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել։ Եվ անկախությունից հետո այդ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում եւ իրենց առանձնահատկությունն է ստացել հատկապես այս ժամանակաշրջանում եւ Հայաստանը փորձում է տարածաշրջանում հաստատել խաղաղություն եւ ակտիվորեն մասնակցել ոչ միայն տարածաշրջանային խնդիրներին, այլ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, տարբեր միջոցառումների քաղաքական լուծումների։ Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են խորհրդարանական դիվանագիտության զարգացման եւ խորացման հնարավորությունները։ Վահագն Խաչատուրյանի հաջորդ հանդիպումը Հունաստանի առևտրաարդյունաբերական պալատում էր այդ երկրի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Նախագահի հետ հանդիպմանը ներկա են եղել նաեւ դիվանագետներ, պետական եւ տարբեր ոլորտների գործիչներ։ Այստեղ նույնպես Հայաստանի նախագահը հանդես է եկել ելույթով։ Ըստ նրա, նման հանդիպումների կազմակերպումն ու անցկացումը ինչպես անհրաժեշտ էր, այնպես էլ արդյունավետ։ Վերջին տարիների Հայաստանի Հանրապետության ղեկավարության ձգտումները եղել է Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն հաստատել եւ տարածաշրջանում հարատև խաղաղություն ապահովել։ Ես կարող եմ պարզապես փաստել, որ արդեն մենք հաջողություններ ունենք այդ գործընթացում։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը, բայց այս շրջանակների համար շատ կարևոր է նաեւ 3 այլ համաձայնագրերին անդրադառնալը։ Մեկը վերաբերում է էներգետիկայի բնագավառում Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցության համաձայնագրին, մյուսը վերաբերում է հաղորդակցություններին, որի անվանումը մենք TRIP ենք գրել, եւ երրորդը վերաբերում է կիսահաղորդիչներին։ Հայաստանի Հանրապետության նախագահի պետական այցը չի սահմանափակվել միայն պաշտոնյաների եւ գործարար շրջանակների հետ հանդիպմամբ։ Վերջինս նաեւ դասախոսություն է կարդացել Հունաստանի հեղինակավոր Դելֆիի տնտեսական ֆորումի ուղեղային կենտրոնում, ներկայացրել Հայաստանում վերջին տարիներին իրականացված եւ նախատեսվող բարեփոխումները։ Այցի ավարտին Խաչատուրյանը հանդիպել է նաեւ տեղի հայ համայնքի հետ եւ ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում ընթացող ներքաղաքական եւ հասարակական կյանքի վերջին զարգացումները։